որ հզոր լինի ջերմուկ ու մեծ րոպեին ադրբեջանցի նստած կլինի։ Փետրվարի 23-ը խորհրդային միության բանակի ստեղծման օրն է, օր, որը շատերի համար ոչ միայն ամսաթիվ է, այլ հիշողություն զինվորական կյանքի մասին։ Այսօր նախկին զինծառայողները վերհիշում են ծառայության տարիներն ու բանակային առօրյան։ Արմատ մեդիան զրուցել է խորհրդային բանակում ծառայած մեր հայրենակիցների հետ, պարզելու ինչպիսին են նրանց տպավորությունները բանակի մասին։ Սովետական միության տարիներին առաջին հերթին ասած երիտասարդ տղայի արտականությունն ամենապակասեն ժամանակ 3 տարի է եղել ծառայությունը։ 3 տարի պիտի ծառայի։ Համարվում էր աշխարհում, եթե ոչ առաջինը, ապա երկրորդը։ Խորհրդային բանակի կազմակերպվածությունն ու խստությունն է առավել շատ հիշվում քաղաքացիների մոտ։ Համակարգը լավ էր կառուցված, պնդում են նրանք։ Զորեր եւ կազմակերպված էր։ Եվ կարգ ու կանոն կար։ Քանալը բարձվում էր, մեջից ռակետները ելնում էին։ Մանգապարտեզը շարժվում էր, մեջից ռակետները ելնում էին։ Շատ հզոր բանակ էր սովետական միության բանակը։ Չնայած լավ կառուցված համակարգին, սակայն կան նաև խորհրդային բանակի մասին վատ հուշեր ունեցողներ։ Վերաբերմունքը երբեմն անարդար էր։ Հրամանատարը պետք է հրամայի, դու պետք է կատարես անկախ նրանից ճիշտ է ասում, բոլորը նույն գույնի հագուստներ էին հագնում, բոլորը նույն գույնի կոշիկներ էին հագնում, բոլորը նույն ձևով պետք է քայլեին, իսկ դա մարդու եսի կայացման համար հարմար միջավայր չի։ Ինչ վերաբերում է խորհրդային բանակի եւ Հայաստանի զինված ուժերի միջև զուգահեռներին, ապա Արմատ մեդիայի զրուցակիցները հիշեցնում են, հզոր բանակի նախադրյալը հզոր պետությունն է։ Բանակը դա պետության հզորությունից է կախված։ Դե հզոր լես որ նորմալ բանակ ունենաս։ Մեր հայկական բանակը իհարկե ինքը շատ լավ է, լավ կերակրում են, լավ ակցիոնում են, շատ ուշադիր են։ Չես համեմատի։ Որ հզոր լինի ջերմուկ ու մեծ րոպեին ադրբեջանցի նստած կլինի, այդպես է։ Պիտի հզոր բանակ ունենալ եւ բացի դրանից մեր երիտասարդներին, երեխաներին դաստիարակեք այն ոգով, որ յուրաքանչյուրի պարտականությունն է իր գործը կատարի ժողովրդի համար, հայրենիքի համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։